Լիլիթ Կայսյան, ձեր հարցը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը այսօր նոր գրառում է արել եւ հայտարարել է, որ Հայաստանը համաչափ եւ ողջամիտ ջանքեր չի գործադրում գերիների հետ կապված ազատ արձակելու եւ գտնում է, որ պետք է անեն նույն այն քայլերը, ինչ մյուս կառավարությունները, ինչ է անում Հայաստանի իշխանությունը գերիների հետ բերելու համար եւ ինչպես կարձագանքեք Վարդանյանի փաստաբանին։ Շնորհակալություն։ Անկեղծորեն չէի ցանկանա հեռակաբանավեճի մեջ մտնել փաստաբանի հետ, որովհետև այլ հարթություններ են եւ այլ տիրույթներ են եւ չէի ցանկանա մեկնաբանել այդ մեկնաբանությունը։ Ինչ վերաբերվում է արվող եւ չարվող քայլերի մասին, երեք թե վարչապետը եւ արտաքին գործերի նախարարը այս հարցին պատասխանել են եւ մեկնաբանել են, թե ինչ է անում Հայաստանի Հանրապետությունը, անում է թե տեսանելի քայլեր, որոնք թվեց երեք արտգործնախարարը ըստ էության, եւ արվում են բազմաթիվ քայլեր, որոնք իրապես տեսանելի չեն, եւ ես կարծում եմ, որ նաեւ Ադրբեջանի կողմից այդ դատավարությունների նման հրապարակայնացումը եւ այդ մեծ զգացմունքների վրա փորձել աշխատելը նաեւ այս նպատակն է հետապնդում, որ մեր այս հանրային քաղաքական եւ նաեւ լրատվական դաշտում դա անդադար այս ներքին ուրեմն խմորումներ առաջացնող թեմա դառնա։ Ուստի ես կրկին կխուսափեմ ես գիտեք գայթակղությունը շատ մեծ է, ինչ որ շատ լուրջ հայտարարություններ անելու եւ շատ ազդեցիկ խոսքեր ասելու, բայց կրկին պիտի նշեմ, ինչպես այս շաբաթ մի քանի անգամ ասել եմ, պետք է գնահատել, թե այդ խոսքերը որքան են օգտակար գործընթացին, այն է բոլոր գերիների պահվող անձանց եւ պատանների ազատ արձակման եւ Հայաստան վերադարձի խնդրին որքան են օգուտ տալու եւ որքան են վնաս տալու։ Ես ուտ երկրորդելով գործընկերոջս պետք է խնդրեմ բոլորիս հատկապես ուշադրություն դարձնենք, որ այս թեման շատ զգայուն թեմա է եւ այստեղից հնչող ցանկացած մեկնաբանություն ուղիղ կապ ունի տեղի ունեցող գործընթացների հետ, որոշ պայմանավորվածությունների հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ըստ էության ես նաեւ պետք է մեր ուշադրությունը հրավիրեմ, որ պատերազմից հետո ուրեմն մեր շատ մեծ թվով մեր հայրենակիցներ վերադարձել են Հայաստան, հենց այս ուրեմն լուր առանց էմոցիաների զուսպ աշխատանքի արդյունքում։ Հակառակը ես վստահեցնում եմ լավ արդյունքի չի բերում։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։